Ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է, նշել է վարչապետը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ հանդիպմանը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի վիճակագրությունը ցույց է տալիս, թե 2018 թվականի համեմատ ինչ է փոխվել ոլորտում։ Մեր վիճակագրությունը մեզ ասում է, որ օրինակ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է, այսինքն աճը մոտավորապես 1225%-ով։ Այսինքն սա մի թիվ է, որը կարծում եմ, եթե դուք այլ տվյալ չունեք կամ նենց չի, որ իրականությունը հակառակի մասին է վկայում, սա դրամաշրջանառությունը 171%-ով աճել է, այսինքն համարյա քառապատկվել է ոլորտի դրամաշրջանառությունը, իսկ աշխատողների թիվը ոլորտի ավելի քան հնգապատկվել է 2018 թվականից այս կողմ։ Ինչ վերաբերում է ոչ վիճակագրական տվյալներին, ապա վարչապետի խոսքով էական փոփոխություններ են տեղի ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Հայաստանի ամբողջ տարածքում գործում է արբանյակային ինտերնետը, Starlink-ի ծառայությունները, ինչն իր հերթին նպաստում է տարածքային համաչափ զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է 2 օր առաջ Երևանի պետական համալսարանում բացված ժամանակակից սուպերհամակարգչի մասին, առաջինը, որ ձեռք է բերվել պետբյուջեի միջոցներով։ Հիմնական հարցը, որ ես գնացել եմ Երևանի պետական համալսարանը, թե գիտական ոլորտը մեզնից հաջորդը ինչ սուպեր համակարգիչ է ուզում, որպեսզի կառավարությունը ձեռք բերի, եւ տեղում պարզեցինք, որ դա կարիքը այլևս չկա, որովհետեւ հիմա այդ թվում Firebird ներդրումային ծրագրի շրջանակում այնպիսի կարողություններ են լինելու Հայաստանում, որ կառավարությունը արդեն կարիք չունի դրա մասին մտածելու եւ հիմա իմացա, որ Գագարինում նույնպես առաջիկայում հիմա արդեն ընթացքի մեջ է սուպեր համակարգչային կենտրոն ունենք։ Ոլորտի զարգացման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը։ Ես համոզված եմ, որ այն սահմանային եւ մաքսային հսկողության այն տեխնոլոգիաները, որ մենք տրիպի շրջանակում ներդնենք, մենք նաեւ մեր հանրապետության մյուս սահմանային եւ ներառյալ Զվարթնոց օդանավակայանում ենք ներդնելու, որովհետեւ հիմա երկրները, տնտեսապես արագ զարգացող երկրները պայքարում են դրա համար։ Հաջորդ տեխնոլոգիական էլի նորությունը, որ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ընկերությունները նույնպես ներգրավված են, մենք բիոմետրիկ անձնագրերի համակարգն ենք ներդրում, բավականին ուժեղ համակարգ, եւ ինչ կապ ուներ նախորդի ասացի հետ, հիմա ըստ էության ինչ է գործում, մարդը մի անգամ բիոմետրիկ տվյալը տրվեց, եւ եթե իր այդ կապված խնդիր չկա, ըստ էության միջազգային ճամփորդությունը դառնում է շատ պարզ մի բան։ Տեխնոլոգիական ոլորտի զարգացման առումով կառավարության դերը քաղաքական է, նշել է վարչապետը։ Տեսեք, մենք ասում ենք ինտերնետ կա ամբողջ հանրապետության տարածքով, բայց եթե ինտերնետը լինի, խաղաղություն չլինի, դրանից չեմ կարծում, թե որևէ մեկը պետք է գնար, ասենք, եթե ես համոզված եմ, որ կգնան, որովհետև այս խցանումները եւ այլն քաղաքի կյանքի բարդությունները մարդկանց ստիպելու են մտածել, որ կարող է արժի գնալ օրինակ Տավուշի մարզի Այգեհովիտ կամ Սյունիքի մարզի Շիկահող գյուղում աշխատել։ Այնտեղ ինտերնետը կա, ոչ մի խնդիր, բայց եթե ինտերնետ կա, խաղաղություն չկա, ոչ մեկ չի գնա այնտեղ աշխատելու։ Եվ հետեւաբար այս տրամաբանությունը մենք զարգացնում ենք եւ դա զարգանում է։ Արբանյակային տեխնոլոգիաների հետ առնչվելու առաջին քայլերն են կանում, արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, կարևոր համարել այդ ուղղության շարունակումը։ Ես որևէ կասկած չունեմ եւ մենք դա կանենք։ Հայաստանը պետք է առաջիկա շրջանում նորից արբանյակ ունենա, ավելի լավ որակի եւ կարծում եմ նույնիսկ մի արբանյակով աշխատելը այդքան էլ ճիշտ չի, բայց մեկից կսկսենք, երկրորդը, հետո կտեսնենք երրորդը եւ այլն։ Այսինքն տեխնոլոգիական ոլորտում մենք շատ լուրջ զարգացումներ ա սպասվում։ Ամենակարևոր բանը հիմա արհեստական բանականությունը, մենք պետք է նայենք ինչպես ենք առնչվում այդ նոր տեխնոլոգիայի հետ։ Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության զարգացման։ Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության ոլորտում, մասնագիտական կրթություն եւ ուսուցում ոլորտում,
բուհական եւ յետբուհական ոլորտում, այդ ամեն ինչը տեխնոլոգիաների մասին է։ Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլև թրիփի նախագծին, կառավարության առաջնահերթություններին եւ ծրագրերին։ Հանդիպման կազմակերպիչն էր առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։